Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Վովա Վարդանովն է։ Բարև ձեզ, պարոն Վարդանով, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Վարդանով, Արցախյան 44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, իսկ 22 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից արդեն 3։ Այժմ ձեր գնահատմամբ որքանով է մեր բանակը վերականգնել իր մարտունակությունը եւ Աստված մի արասցե, եթե նոր պատերազմ սկսվի, մեր բանակը որքանով է իզոր ու արդյունավետ պաշտպանություն կազմակերպել ու Հայաստանի սահմանները պաշտպանել առանց մեծ կորուստներ ունենալու։ Նախ պիտի հասկանանք, որ մարտունակությունը բազմաթիվ, ասենք, բաղկացուցիչներ ունի։ Այդ թվում նաև մարդկային ռեսուրսներ, զենքի տեսակներ, տարբեր զենքերի տեսակներ, օպերատիվ եւ ստրատեգիական խորություններ։ Մենք որ բանից խոսանք, ընդհանուր այսօրվա դրությամբ։ Եթե ընդհանուր մենք բավականին խոցելի ենք համեմատ 20 թվականի սեպտեմբերը, որովհետև չունենք խորություն, ոչ ստրատեգիական, ոչ էլ օպերատիվ։ Օպերատիվ խորություն կա միայն Տաուշի եւ, ասենք, Գեղարքունիքի ուղղությունը։ Ինչի մասին է խոսքը։ Երբ որ դու հարվածի ես ենթարկվում անսպասելի, բայց ասենք կոնկրետ տեղ հակառակորդը ուժակուտակում եւ կարողանում է անցնել առաջնագծի, ասենք, դիմադրությունը, դու պիտի հնարավորություն ունենաս երկրորդ գիծ կահավորած լինես խելամիտ ղեկավարություն ռազմական եւ ռազմաքաղաքական ունենալու դեպքում, եթե չունես խելամիտ, ասենք, այդ հետքաշվող զորքերն են ձևավորում երկրորդ գիծ, երրորդ գիծ, որովհետեւ հնարավոր է հակառակորդի առաջ խաղացումը, ասենք, դժվար լինի հենց մի քանի օրվա մեջ կանգնացնել եւ դրա համար խորություն է պետք։ Հիմա մենք այդ խորությունը չունենք, ասենք, Սյունիքի ուղղության վրա, Վայոց ձորի ուղղության վրա, ուղղակի չկա։ Նախիջևանից եթե ագրեսիվ ոտնձգությունների հնարավորությունը եթե բացառենք, մենք ունենք, ասենք, միայն Տաուշի եւ Գեղարքունիքի ուղղության վրա օպերատիվ խորություն, ստրատեգիական խորությունը անգամ չունենալով։ Իսկ Նախիջևանի ուղղությունը եք բացառում, քանի որ շատերը հենց այս ուղղությունն են առաջինը մատնանշում։ Բացատրեմ, Նախիջևանը շատ խոցելի է եւ եթե ինքը առաջինը ներխուժի Հայաստանի Հանրապետության տարածք, ինքը քիչ թե շատ համարվում է ինքնավար հանրապետություն եւ պետական որոշումների իրավունքներ ունեն, ոնց որ ասած, ինքնավար ձևավորված, ասենք, տարբեր պետությունների կազմում, տարբեր ռանգի ավտոնոմիա, ինքնավարություն, բայց միջազգային հանրությունը իրենց ընդունում է որպես պետության մեջ։ Եվ եթե Նախիջևանի Հանրապետության ուղղությունից հարձակում լինի, մենք կարողանալու ենք պատասխանել իրար, նույնիսկ ինչ որտեղ զսպիչ դեր ունենալով եվրոպական եւ ռուսական, ինչ չէ, նաեւ պարսկական Բաքվի ռեժիմի համար, որ ուրիշ ուղղությունների վրա ինքը չհարձակվի։ Իսկ Նախիջևանին մենք բավականին հեշտ ենք կարողանալու ստիպել, որ ինքը խաղաղության գա։ Ինչի հետ ինքը սփռված է մեր դիրքերի առջև որպես մեծ մարզադաշտ, կրակադաշտ, ասենց ասած։ Գերիշխող դիրքերը մերն են։ Գերիշխող դիրքերը գրեթե բոլորը մերն են եւ խոշոր հարձակման ինքը հնարավորություն ունի ռեալ Հայաստանի Հանրապետությանը լուրջ վնաս հասցնելու միայն Արարատյան դաշտավայրի ուղղության վրա, Երասխի ուղղությունը, ինչը ոնց շշի, sense ոնց որ բան լինի, էլի, ցագարի նման նեղանում է։ Եվ ինքը պիտի գա կրակի տակ այդ նեղ տեղով անցնի, Արարատյան դաշտավայրում մի քիչ էլ կուտակվի, ինչը էլի, ասենք, մեծ կորուստներ կունենան այս դեպքում։ Այո, կարճ ասած, ոչ թե բացառում եմ, Նախիջևանի ուղղությունը կարա լինի որոշ չափով օժանդակող լայնածավալ ուրիշ ուղղությունների։ Հիմնականը չի լինի։ Հիմնականը չի կարա լինի, բացի դրանից Նախիջևանը չի դադարել ամբողջությամբ մեր պատանտը լինել ռազմական գործողությունների ժամանակ, որովհետև ցանկացած տեղ անհաջողությունների դեպքում մենք կարող ենք զարգացնել մեր հաջողությունները Նախիջևանի վրա եւ հետագայում, ասենք,
նժարի վրա դրվի խոսքի օրինակ թուրքերի կողմից օկուպացված Ջերմուկի տարածքը եւ ասենք Նախիջևանի մեր կողմից ասենք ազատագրված տարածքներ։ Եթե այդ օպերատիվ խորությունը մի կողմ դնենք, դե դժվար է, բայց դնենք ուղղակի թեորիա պես էլի ասենք թեորիապես դե Արցախը չկա, մենք չենք կարող ուղղակի ունենանք էլի ասենք այդ խորությունը։ Արցախի հանրապետությունը զոդից մինչև Նառնաձոր ապահովում էր անգամ ստրատեգիական խորություն։ Նո օպերատիվ խորություն ստրատեգիական էր դարձնում Տաուշի եւ Գեղարքունիքի ասենք խորությունները։ Հիմա Արցախի կորուստից ժամանակ մենք կորցրել ենք 20 թվականի սրացումների ժամանակ, որը սխալմամբ մեր ժողովրդին կերցրել են որպես հոլանդական կուտի նման, որպես առանձին պատերազմ։ Ուրեմն այդ ժամանակ մենք կորցրեցինք մոտավորապես 100 միավոր Սամվել Բաբայանի հայտարարությամբ, իսկ ինքը բավականին լուրջ պաշտոնյա էր, ասենք, պաշտպանության այդ խոսացող աղքի ղեկավարներ, աղքներ ինքը, ասենք, եւ մոտ 100 միավոր հրետանի ենք կորցրել 44 օրյա, ասենք, մարտերի ժամանակ։ Մենք կորցրել ենք այդ ժամանակ 40%-ից ավելին հակաօդային համակարգերը Արցախի հանրապետությունում գտնված։ Կորցրել ենք մի քանի տասնյակ տանկ։ Հիմա գան 23 թվականի երկօրյա սրացումները, որոնք ոնց որ ասած հիմք հանդիսացան, ոնց որ ասած փակեցին բլոկադան պաշարումը Արցախի եւ հիմք հանդիսացան էթնիկ զտումների համար։ Այդ ժամանակ ուրեմն նույն աղքի, ասենք, ղեկավարի հայտարարությամբ մենք 150 մոտավորապես հրետանու միավոր ենք կորցրել, 100-ը տանկ։ Այդ 250 հրետանին միայն վերցնենք, հələ հոպը միան դնենք, լավ։ Չենք հաշվում, ենթադրենք, ասենք, Աստծու կողմից ընդ երկինքը պաշտպանված է։ 22-ի սեպտեմբերի կորուստներն էլ չհաշվենք, այդտեղ էլ բավականին մեծ էին կորուստները։ Այո, նո դե ավելի շատ ոչ թե զենքի, ավելի շատ մարդկային կորուստներ էին, ընդհանրապես ճիշտ եք ասում, չհաշվենք դա։ Որտեւ մենք հիմա զենքի տեսակներից ենք խոսում, քիչ թե շատ միջին եւ հեռահար, ասենք, խոցելու հնարավորություններից եւ ասենք զրահատանկային միավորների, բաբաներից, միավորումներից։ Ուրեմն այդ 250 միավոր փողային հրետանին վերականգնվել է մեր մոտ։ Ինչքան գիտեմ, ֆրանսիական էլի մամուլից ու էլի հայտարարություններից ու այդ գաղտնի ինֆորմացիան հենց մերոնք են հայտարարել կամ հաստատել, ասենք, տարբեր ինսայթ ինֆորմացիան արտասահմանյան լրատվամիջոցներում, մերոնք ասելով Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Մինչև 40 միավոր ֆրանսիական հրետանու տեսակ է լինելու, ուրեմն, եւ մոտավորապես դրանից 1.5-2 անգամ ավել հնդկական։ Եթե ասենց իրար հետ գումարենք, գալիս կայնում է մոտավորապես 100 հատ։ 100 հատը 250 չի։ Արդեն մենք ավելի քիչ հրետանի ունենք։ Տանկ ձեռք ենք բերել այս վերջի տարիների ընթացքում։ Ես կարծես թե հայտնի չի։ 44 օրյայից առ այսօր մենք ձեռք ենք բերել մի հատ տանկ, որը որ տանկային բիատլոնի ժամանակ մեր տանկիստները առաջի տեղ գրավելով ստորաբար իրանցից առաջի տեղը վերցրել ու տվել են ուրիշ էկիպաժի, բայց դրա փոխարեն կոմպենսացիա մի հատ տանկ են տվել, T90։ Այդ միակ T90-ն է, որ 44 օրյա սրացումը երբ որ եղավ, դրանից հետո ավելացել է Հայաստանում։ Մնացածը կորուստներ են եւ անվերականգնված, չվերականգնված աբսոլյուտ։ Եթե գանք հոպին, ավելի տխուր պատկերակային։ Կարճ ասած, մենք մարտունակությունը մեր բավականին զենքի տեսակետից կորցրել ենք։ Հիմա գանք վարժված անձնակազմներին։ Մինչև 20 թվականը, ինչքան էլ ասենք ձայնալարերը իմ փչացնում էի, գոռալով անապատում, ասենք այդ գոռում է, ոչ մեկ չէր լսում, որ չպատրաստված հասարակություն ունենք եւ ռեզերվը
համալրում հանդիսացող գործող զինված ուժերի համար աբսոլյուտ անպատրաստ է, որովհետև մեր մոտ ինչ էին անում դրանից առաջ, հավաքներին տանում էին մի քանի ամսով կամ չէին տանում, թղթի վրա էր գրվում այդ ամեն ինչը, կոռուպցիոն լուրջ, ասենք, բաներ, բաղադրիչներ ուներ մեջը, կամ ենթադրենք կոռուպցիա չկար, ընդհանրապես մարդիկ գրում են, գալիս են ստորագրում են, որ ես ստեղ եմ, ես Հայաստանում եմ, ապրես որ Հայաստանում ես, ու վերջ։ Որևէ գործողություն չէր իրականացվում։ Պարապմունք, մարզանք, համալրում կոլեկտիվի մեջ, այդ ամեն ինչը չկար։ 20 թվականից հետո սուր անհրաժեշտություն առաջանալով, որ առաջնագիծը պիտի պահվի նոր ձևավորված եւ որոշ ստորաբաժանումներ բավականին լուրջ հարվածներ էին կերել թուրքերից, այն ինչ հարվածները, որ մենք կերել ենք թուրքերից, շատ հաճախ մենք վերականգնում ենք, բայց դրա համար ժամանակ էր պետք։ Եվ եռամսյա հավաքները ռեալ սկսեցին օգտագործվել, ինչը ընդհանրապես հարմար չէր մարդկանց համար, դրա մասին էլ եմ մշտապես բարձրաձայնել ու ոչ 20 թվականից, այ ասենք դրանից 10 տարի առաջ, որ այս զարգացած արագ շարժվող դինամիկ աշխարհում եռամսյա հավաք երբ որ անում ես, դու նախադրյալ ես ստեղծում դասալքության, որտեղ 3 ամսով ոչ մեկ չի ուզում գա։ 3 ամիս դա բիզնեսից կդրվել, գործերից, աշխատանքից, եթե գյուղտնտեսությունով ես զբաղված 3 ամիս, ոնց էլ լինի մեջ ինչ որ անհրաժեշտ գյուղտնտեսական գործողություններ կա, որ ասենք դու բացակայում ես քո անձնական տնտեսությունից, կարճ ասած, վերջապես լսեցին, որ մի ամսից մի քիչ պիտի լինի, դարձրեցին 25 օր։ Շատ լավ, 25 օրով սկսեցին հավաքել եւ սովետական դեռևս ասենք փաստաթղթերով 5 օր համարվում է, որ բանա բավարար է մարդը, որ ուշքի գա եւ ստորաբաժանում ձևավորվի։ Եվ հետո 15 օր հավաքների։ Դա ոչինչից միլիոն անգամ լավ է, ոչինչից։ Բայց այստեղ մենք գիտենք, որ այս մարդկանց մեծ մասամբ հիմնական մասը մարտական հերթապահության մեջ են անցկացնում, սա ինչպես է գնահատում ու ինչու են այս մարդիկ։ Ես նոր ասացի, 5-ից 10 օր իրենք պարապում են եւ սովետական ծրագրով, սովետական, ասենք, մարդաբանության բանի հիման վրա ռազմական գործը սիրում է գիտության վրա հենվել, գիտահեն է ոնց որ ասած, եւ սովետական ծրագրերով կար sense բան, որը որ ավտոմատ տեղափոխվել է մեր մոտ, իմիջիայլոց ՆԱՏՕ-ի, ասենք, ծրագրերն են, ոչ պակաս քարացած ու քառակուսի ախմախ ծրագրեր են, ասենք, ոչ ադապտացված Հայաստանի համար, սովետինն էլ, ՆԱՏՕ-ին էլ նույն բանն է։ Ուղղակի մի քիչ իրենց դեմքերն է տարբեր։ Ուրեմն բանա, այդ 5 օրը բավարար է։ 5 օրը բավարար է, եթե ինքը լավ զինվոր է, եւ եթե միշտ նույն գումարտակում է պարապում ինքը, ամեն տարի գալիս նույն գումարտակում է պարապում եւ պատերազմական գործողությունների դեպքում հենց այդ գումարտակով է գնալու մարտի դաշտ։ Դա նշանակում է, որ 5 օր ինքը ոչ թե պարապում է, այլ 5 օր ինքը վերադառնում է իր անցած տարվա կոլեկտիվի մեջ։ Եվ դա էլի ոչինչ, պատկերացրեք, այնքան էլ վատ չի։ Ոնց որ ասացի, միլիոն անգամ ավելի լավ է 0-ից։ Չեղածից ավելի լավ է կոպիտ ասած։ Միլիոն անգամ, միլիարդ անգամ, բայց անհրաժեշտ, ասենք, բան անցքը փակում է, կարծում եմ ոչ, որովհետև հիմա գանք այս մի բանին։ Հիմնականում 2-3 անգամ, ասենք, կանչվում են նույն մարդիկ այս 5 տարվա մեջ։ Չի ձևավորվում գումարտակներ, որոնք որ հենց այդ գումարտակներն էլ այդ անձնակազմերով մարտի դաշտ են դուրս գալու։ Ընդհանրը վարժական հավաքներ են այդ մարդկանց համար, որոնք որ 5-10 օր հետո 15 օրով մարտական հերթապահության են դուրս գալու։ Դա շատ սխալ մոտեցում է, մարդկային ռեսուրսները ճիշտ կառավարելու ձև չի 100%։ Այդտենց բացասական բաներ հիմա մի քանի հատ թվարկեցի, ոչ խելամիտ մոտեցումներ մեր ռեսուրսների կառավարման մանավանդ մարդկային, բայց հիմա գամ ուրիշ բանի։ Նո ասեցի դրական նաև, որ գոնե պարապում են 5-ից 10 օր։ Բանակում վարժանքները եւ պարապմունքները անհամեմատ ավելի շատ են, քան առաջ։ Ես մի հատ օրինակ բերեմ։ Սրանից մի
10 տարուց մի քիչ, ուրեմն Արցախ եմ գնացել, իմ մարտական ընկերոջ որդին ծառայում էր այդ ժամանակ Կարմիր շուկայում, Մարտունի 2 կարծեմ։ Եվ Ստեփանակերտից այնտեղ նոր ճանապարհով ասի գնամ մի հատ տեսնեմ։ Ուրեմն մինչև ոչ ներկայացել եմ, ոչ էլ ուղղակի, ասենք հոպար եկել եմ, ոնց որ ասած, զինվորին տեսնելու։ Ես առավոտ ժամը 10-ից մինչև ժամը 3 հանդեղ եմ եղել, մի հատ մարզվող զինվոր չեմ տեսել։ Հետո երբ որ ասենք ընկերոջս որդուն հարցրեցի, ասեցի խիչ եք պարապում, ասում է դե հելնում ենք պարապելու, ասում են բանա հրամանատարության աշկից հեռու մտեք կազարմա մտնում ենք, ասում է մաքրությունը բանը չփչացնեք, ինչ պարապոնք, ինչ բան, ասենք նստեք կռավատների վրա, տելևիզորը միացրեք, ձայնը ցածր, ժամանակ անցկացրեք։ Հա, դա ամենը մարտունակ զորամասերից մեկն էր, մարտունի 2, 3, դա ասենք Մադաղիս, Թալիշ, շատ մարտունակ զորամասեր էին, ու իրանք այդպես էին վերաբերվում, ասենք ազատ ժամանակ էին հսկայական տալի զինվորին, իսկ զինվորին չի կարելի ազատ ժամանակ տալ, զինվորը ազատ ժամանակ երբ որ ունենում է, ինքը սկսում է առաջինը մարտունակությունը իր ընկնում է եւ ողջ մնալու շանսերն են պակասում եւ երկրորդը սկսում է աղմաղ բաներով զբաղվել, տարբեր հեռախոսով փողակորցնում, ընտանիքը սննկացնում, որովհետեւ բազմաթիվ հեռախոսի մեջ հավելվածներ կան, ոնց փող կորցնես, ոնց կտրես կովի նման էլի ասենք։ Բացի դրանից թղթախաղ, նարկոտիկ, հարբեցողություն ինքը շատ վատ բան է, ազատ ժամանակ զինվորը պիտի չունենա, զինվորը պիտի օրը 26 ժամ պարապի, ես դպրոց սովորել եմ, գիտեմ, որ 24 ժամից է, բայց 26 ժամ պիտի պարապի, եւ զինվորի լարված պարապունքը բերում է համ նորմալ, ասենք, բանին, իր առողջականին, նորմալ քունա ունենում, նորմալ կարողանում ասանունդը մարսել, հետնել կենսունակա դառնում։ Կարճ ասած, հիմա գոնե վարժանքներ եւ պարապմունքներ եթում են, ինչը առաջներում չկար մոտավորապես մինչև 22-23 թիվ։ Էլի ես ուղղությամբ էլ ինչ որ բան արվում է ամեն դեպքում։ Ինչ որ բան չէ, լավ էլ աշխատում են, 25 օրյայի հետ համեմատ շատ ավելի լավ են աշխատում, որտեղ 25 օրյան ճիշտ չի իր կառուցվածքային մոտեցումը, լավ 5 օր պարապացնում ես, բայց ինքը որպեսի 5 օրը բավարար լինի, դու պետք է միշտ նույն կոլեկտիվի մեջ իրանց անես, չկա այդ միշտ նույն կոլեկտիվը, ռազմական կոլեկտիվը, սենց ասեմ, դասակը ձևավորվում է մոտավորապես 1-2 ամիս, վաշտը մինչև 100 հոգի, 60-ից 100 հոգի ձևավորվում է մինչև կես տարի, գումարտակը ձևավորվում է կես տարուց ավել ժամանակ է ուզում, որ ինքը դառնա մի մարմին, եթե դու մի մարմին չես դառնում, դու չես կարա մարտի դաշտում հաղթես, դու կարաս չպարտվես, սենց կարճելով քո դիրքից, համառությամբ, հեռատեսությամբ, որ դիրքից դուրս ելնես փախնես, հեշտ կխոցվես եւ դիրքում մշտապես մնում ես, դիմադրում ես, դա չպարտվելն է, բայց հաղթել հնարավոր չի, հաղթում են կոլեկտիվները, ռազմական, կարճ ասած ռազմական կոլեկտիվ այդ ռեզերվի հետ չի ձևավորվում, իսկ զորամասերի հետ ճիշտ հակառակն է ստացվում, քանի որ զորամասերը գործող բանակի մշտապես նույն սաստավում են, ասենք նույն կազմով են, իրենց վարժանքները վատ չի դրված, կարելի է որոշ առարկաների մակարդակի կամ առարկաների բացակայության կամ լինելը քննարկել, բայց ամենայն դեպս վարժանքներ գնում են, ռազմական կոլեկտիվները ձևավորվում են եւ ամրանում են եւ գրագի տանում են, եւ պատերազմական դրությունների ժամանակ հավատացեք մի քիչ, իսկ կարող է շատ ավելի լավ պայքար են այդ ռազմական կոլեկտիվները, զորամասերը այսօրվա գործող բանակի, քան 20 թվականին ա եղել կամ Ջերմուկի 22 թվականի դեպքերի ժամանակ, Ջերմուկի եւ Կապանի։ Կարճ ասած կա նաեւ դրական բան, էլի։ Ազգային ժողովն այսօր քննարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կես տարով կրճատելու նախագիծը, երբ մենք արդեն եթերում լինենք, այն հավանաբար արդեն ընդունված կլինի։ Ընդդիմությունը սա նախընտրական պոպուլիստական հնարք է որակում, իշխանությունն էլ նշում է, որ սրա նպատակը պրոֆեսիոնալ բանակ ստեղծելն է եւ ծառայությունը ավելի գրավիչ դարձնելը։ Անձամբ ինչ դիրքորոշում ունեք այս հարցում եւ այս ճանապարհով պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը որքանով է իրատեսական համարում։
Նախ ասեմ, որ ես շատ վատ եմ վերաբերվում մեզ էշի տեղ դնելուն։ Հաճախ մեզ էշի տեղ դնում են այն մարդիկ, ում էշի տեղ են դրել, ասենք, մեծամեծերը, համաշխարհային մեծամեծերը, ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ 91 թվականին հաղթող դուրս եկան սառը պատերազմում, իրանք սաղ աշխարհին էշի տեղ դրեցին, ասեցին, ձեզ պրոֆեսիոնալ բանակ ա պետք տերորիզմի դեմ պայքարելու։ Իրականում բոլորին դրեցին էշի տեղ, կոպիտ եմ ասում, բայց հենց էշեն, ով որ այդ կուտը կերավ, այդ կուտը չկերան մի քանի պետություն։ Օրինակ Ռուսաստանը կերավ, ու դրա պատճառով մի երկու հատ սիլլա կերավ, ասենք, կիսա չմո Ուկրաինայից 22 թվականի աշնանը եւ 23 թվականին լուրջ սիլլեկ կերավ, էլի հիմա նոր խելքի է եկել։ Հյուսիսային Կորեա, Իրան, ու տենց մի քանի պետություն կա, որ այդ էշացման պրոցեդուրային չենթարկվեցին։ Հիմա այդ էշացման պրոցեդուրան լիքը երկրներ դադարել են, մեր մոտ ցավալիա ոչ։ Պրոֆեսիոնալ դա նշանակում է արհեստավարժ։ Արհեստավարժությունը ո՞րն է։ Կարող է պարապելու հետ կապված է։ Միայն ու միայն բացարձակ կապ չունի, թե կամավոր ես եկել, փողով ես եկել, ասենք, պայմանագրային, թե քեզ ժամկետային են կանչել, դու եկել ես, թե քեզ ծեծելով տեցեկան ա բերել, այդ ուկրաինական կապ չունի, դու ոնց ես եկել զորամաս, պրոֆեսիոնալը, արհեստավարժը, դա պարապածն է, դա օրը 26 ժամ պարապողն է։ Իսկ ասել, որ պայմանագրայինը ավելի լավ զինվոր է, քան ժամկետայինը, դա ռազմական պատմությունը հաշվի չառնելն է։ Որովհետև ամենալուրջ պատերազմները, որ մենք գիտենք, ամենալուրջ կամ ժամկետայիններն են հաղթանակ տոնել, կամ ռեզերվից վերադարձած ռազմական գործողությունների ժամանակ մոբիլիզացիայի ենթարկված ռեզերվիստները, պրոֆեսիոնալ, այդ անգրագետ բառը օգտագործեմ, որ հասկանալի լինի, կարմիր բանակը ծեծվեց մինչև Ստալինգրադ, Ստալինգրադի բնական այդ ընթացքում էլ ռեզերվները կանչում էին, բայց ռեզերվները, երբ որ ասենք ամբողջությամբ կարելի ասել 41 թվականի անձնակազմը փոխարինեցին, բեկում մտավ երկրորդ համաշխարհայինի մեջ եւ կամաց-կամաց սովետական կամ ռուսական բանակը, որոնց մեջ նաեւ ասենք 600,000 հայեր էին կռվում, հասան Բերլին։ Ոչ մի անգամ, ոչ մի մարտում չպարտված ամերիկյան բանակը Վիետնամում ժամկետային զինծառայողներով էր։ Ոչ մի հատ չի պարտվել։ Մեր մոտ շատ սխալ կարծիք է ձևավորված, միայն մեր մոտ չէ, երկրագնդի վրա, որ Վիետնամում վիետնամական զորքերը անընդհատ ծեծել են ամերիկյան զորքերին։ Դա սուտ է։ Ոչ մի հատ նման դեպք չի եղել, ոչ մի ճակատամարտում վիետնամացիք չեն հաղթել ժամկետային զինծառայող ամերիկացիներին։ Դրանից 20 տարի առաջ պրոֆեսիոնալ պայմանագրային եւ ինաստրաննի լեգիոն վարձկաններին ֆրանսիական ծեծել են մի քանի անգամ, այդ դեպքում նաեւ ասենք հայտնի Դիեմ Բիենֆուի ասենք ճակատամարտը, բայց ամերիկյան զորքերը, որտեղ ժամկետայիններն են, ոչ մի անգամ չեն ծեծել, պարտությունը կրել են ամերիկացիք ներքաղաքական իր տարածքում եւ միջազգային ասենք քաղաքականության հարտուակում չի պարտվել ամերիկյան զինված ուժերը, ոչ մի դեպք չի եղել, ոչ մի ճակատամարտ, ոչ մի տակտիկական գործողություն գումարտակ եւ ավելի, որ պարտվեն ժամկետային զինծառայողներ։ Սովետական ժամկետային զինծառայողները 2 օրում գրավեցին Աֆղանստանի, ասենք, կենտրոնական շրջանները մայրաքաղաքում, եւս 2-3 օրում ամբողջ Աֆղանստանը։ Եվ 10 տարի համարյա մի քիչ պահում էին Աֆղանստանը բռի մեջ եւ չպարտված մարտի դաշտում դուրս եկան Աֆղանստանից։ Ոչ մի մարդ չի եղել, որ սովետական զորքը պարտվի, բնական է, դա հասկանալի է։ Զորք այն կողմից պարտիզանական ջոկատներ, դա հասկանալի է։ Իհարկե։
սովետական զորքը ոչ մի անգամ չի պարտվել, բոլչի ասենք գրավել Աֆղանստանը մի շաբաթից մի քիչ ժամանակում, հետնել 10 տարի ոչ մի անգամ չի պարտվել, ամերիկացիների նման Վիետնամում, բայց պարտվեց քաղաքական դաշտում։ Ու սխալ կարծիք կա, մարդկանց մոտ ձևավորվել է, դու եթե ընդեղից հելել է, ուրեմն պարտվել է, չէ, ժամկետային զինծառայողները թե Վիետնամում, թե Սովետական Միությունում եղել են լավագույն կռվողները ոչ միայն դիմադրության հարցում, այլ նաև ակտիվ գործողությունների հարցում։ Կարճ ասած, չէ սպասվում։ ասեմ սենց մի բան, դա այդ մեզ էշիտեղ դնելու process-ի շարունակությունն է, ժամկետային զինծառայողներից կամաց հրաժարվել, իրենց դարձնել ռեզերվի հիմք։ Բայց մենք հիմա տեսնում ենք, չէ, որ Եվրոպան մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի զինված ուժերը իր խոշորացնի, որովհետև այն արհավիրքները, որ արդեն սկսել են եւ գնալով զարգանալու միտում ունեն, Եվրոպայի ղեկավարներին բացատրում են, որ պետք է ունենալ նորմալ բանակ եւ քննարկվում են հարցեր թե աշխարհազորը ուժեղացնելու Պետրեուսը ինչ էր այդ գերմանական պաշտպանության նախարարը Պիստորիուսը հայտարարեց, որ աշխարհազորին մեծ ջանքեր է պետք բան անել, հայտարարեց մի ուրիշ բան, որը որ պիտի մերոնց դաս լինի, որ 82,000 պայմանագրային զինծառայողով պետք է ավելացնենք, չկարացան, որովհետև եկավ ներկայացավ 50,000-ից մի քիչ մարդ, որից մի 7-8,000-ը, ասենք, առողջական խնդիրներ ունեն, 40,000-ով ավելացրին։ Չներկայացան այդ 82,000 մարդիկ, հասկանում եք, այդ պայմանագրայինը դա նշանակում է, ասենք, ես եւ դու գնում ենք պայմանագիր կնքելու, իսկ ես չեմ ուզում։ Իսկ իրանք երկուսի վրա են մեր հաշվարկը արել։ Արդեն 50%-ով պայմանագրայինների թիվը պակասեց, որովհետև ես չեմ ուզում, որովհետև մամաս ասել է մի գնա։ Հնարավոր է դուք էլ չեք ուզում, որովհետև դուք ստեղ մի քիչ ավել փող եք աշխատում, քան այնտեղ։ Այն դեպքում, որ գիտենք դա այդպես էլ է։ Կարճ ասած, հույսը դնել գիտակցության բարձր, ասենք, գիտակցության վրա նոնսենս է։ Հույսը դնել մեծ աշխատավարձի վրա էլ նոնսենս է։ Կարող է գերմանական բանակից ավելի շատ աշխատավարձ եք տալու, կամ անգլիական, կամ ֆրանսիական, դժվար էլի։ Կամ գուցե մարդիկ այդ աշխատավարձի հույսով գան, կարճ ժամանակ անց չդիմանան ու թողնեն դուրս գան։ Իսկ աշխատավարձի հույսով կգան միայն այն մարդիկ, որոնք որ ոչ մի բան չեն կարում անեն։ Դա կոչվում է բանակի լյումպենիզացիա։ Լյումպենիզացիան նշանակում է, որ գալիս են ոչ պիտանի հասարակության համար մարդիկ, հասարակության վզին նստած մարդիկ, դա խոսում է ոչ թե արհեստավարժության բարձրացնելու մասին զինված ուժերի, որովհետև իրենք շատ հաճախ ունակել չեն նորմալ սովորելու, դրա մասին վկայում են իմիջիալոց հենց մեր զինված ուժերի ատեստավորման ոչ շատ բարձր տոկոսները, ոչ շատ բարձր, որովհետև հիմնականում լյումպենիզացիայի ենթարկված բանվորը կամ գյուղացին, գյուղտնտեսությունով զբաղվող, ասենք, մեր համաքաղաքացին, երբ որ ինքն է գնում, դա ուրիշ է, իսկ երբ որ իր կողքը գտնված բանվորի կամ գյուղտնտեսությունում զբաղված գյուղացու տպավորություն թողող լյումպեն պրոլետարն է, դա, ասենք, լրիվ ուրիշ բան է։ Լյումպենիզացիան շատ վատ բան է զինված ուժերի։ Հին հռոմից կարելի է նայել։ Երբ որ տանում էին քաղաքացուն, որը որ հողակտոր ուներ եւ մշակում էր, աշխարհը գրավեցին։ Հենց սկսեցին լյումպեն պրոլետարներին, ասենք, բոնժերին հավաքել, հռոմեական կայսրությունը զրոյացավ, 50%-ով զրոյացավ արևմտյան հատվածը։ Կարճ ասած, մենք չգիտես խի համաշխարհային աս պատմությունը հաշվի չենք առնում։ Ընդհանուր առմամբ դեմ եք ծառայության ժամկետի կրճատմանը, ճիշտ եմ հասկանում։ Ոչ, ես կողմ եմ, որ մի տարի դառնա, բայց կա անհրաժեշտ գործողություններ դա անելու Որ դեպքում Նախնական զինվորական պատրաստությունը պիտի լինի առարկա մաթեմատիկայից եւ հայոց լեզվից ոչ պակաս կարեւոր եւ եթե ՆԶՊ-ի առարկան
բացասական գնահատական ստանում, պիտի դիպլոմ չստանա։ Ոչ դպրոցականը, ոչ բարձրագույն, ասենք բան, հաստատությունում սովորողը։ ՆԶՊ-ի նորմալ ուսումնասիրությունը, նախնական զինվորական պատրաստության առարկայի բարձր ցուցանիշը, որը որ հնարավոր է իմիջիալոց փողը ծախսվում է, չէ՞։ Այո։ Ուրեմն ընդհանրապես պետք է հետամուտ լինես, որ այդ փողը չմխսվի։ Կարճ ասած, եթե ՆԶՊ-ն բարձր մակարդակի վրա լինի, դա մեկ, որ ես դեմ չեմ լինի, երբ որ ժամկետը կրճատելուն։ Ես դեմ չեմ լինի ժամկետը կրճատելուն, եթե մենք լավ ինժեներական աշխատանքներ անենք, բավարար քանակով։ Անում են ինժեներական, իհարկե անում են, բայց բավարար քանակով չեմ կարծում։ Կարողա ուզում են բավարար քանակով անեն եւ իրենց ծրագրերում խոսքի 29 թվականին նաեւ այնտեղ պիտի լինի, որտեղ ես խոսքի պատկերացնում եմ, իսկ 33 թվականին մի հատ էլ այնտեղ պետք է լինի, որտեղ ես չեմ էլ պատկերացնում։ Մենք չենք կարա շատ արագ ինժեներական աշխատանքներ անենք, որտեղ դա մեծ ծախսեր է ուզում։ Մեծ ծախսեր է ուզում եւ արագ նման աշխատանքներ ի վիճակի չի Հայաստանի Հանրապետությունը անել, նաև ընդրա համար, որ մենք անհեռատեսորեն տնտեսությունը զարգացնում ենք շինարարական բիզնեսի վրա եւ տնտեսական եւ քաղաքացիական շինարարություն ենք անում։ Եվ այդ ինժեներական կառույցները, որ outsource են անում տարբեր կառույցների, կարա ցեմենտ ուղղակի չհերիքի։ Օրինակ քաղաքացիական օբյեկտները անցած տարի բողոքում են, որ ցեմենտ չկա։ Պարսկաստանից ցեմենտի դեմ, ասենք, արգելքներ են դնում, ինչ որ խոչընդոտներ։ Տեղական բիզնեսների համար։ Անդե հա լավ է, զարգանում է տեղական բիզնեսը, շատ լավ է, խելամիտ է, համենայն դեպս ավելի խելամիտ է, քան երբ որ հիմնարաբար ավտոյուղերի վրա էս բան դնում, արգելքներ ու ակցիզներ դնում, սարսափելի յուղի գնին ակցիզ ես դնում, յուղի արտադրություն ստե չունենալով։ Իսկ ցեմենտը արտադրություն ունես, ցեմենտի բանն ես անում, դա խելամիտ է։ Հա, բայց չի հերիքում, դա էլ չի հերիքում քաղաքացիական օբյեկտներին, իսկ մնացորդային բան այդ ցեմենտը եթում է ավելի շուտ մնացորդային է եթում ամրաշինական աշխատանքներին։ Եթե ես նույնիսկ սխալվում եմ այդ հարցում, մեկ այս երկու ցեմ զավոդները որ կան, ասենք Արարատում եւ Հրազդանում, բավարար չեն ամբողջությամբ ցեմենտի պակասը լրացնել։ Մետաղի պակասը մենք լրացնելու հնարավորություն ունենք, այո։ Նորա ասենք սկսել աշխատել Երասխավանում, այն որ թուրքերը կրակում էին ամրաններ արտադրող, ասենք, բանը գործարանը, իսկ առանց ամրանների ուղակի ցեմ բետոն անել, դա ոչ մի բան է, էլի, պետք է անպայման ամրաններով, որ երկաթ բետոնե շինություններ լինեն, երկարաժամկետ։ Հողային աշխատանքներ չենք անում անհրաժեշտ չափով, ինչի համար եմ ես շեշտը դնում ինժեներական բանի վրա, էլի։ Ինժեներական աշխատանքները թույլ կտան, ասենք 4 հոգի պետք է լինեն մարտի դաշտում, 4 բան Զինվոր։ Հա, 25%-ով կրճատվեց այս օրենքի դեպքում։ Իրենք պիտի ավելի քիչ զոհ տան, քան երբ որ տալիս էին խոսքի հնարավոր մարտերի դեպքում կոմպերի վրա բան արած, սիմուլյացիա արած մարտական գործողություններում մինչև այս կես տարով կրճատելը։ Բայց դա որ դեպքում է հնարավոր։ Եթե իրանք ավելի հուսալի հարվածներից պաշտպանված են, то есть ինժեներական աշխատանքները ոչ բոլորն են պաշտպանությանը միտված, բայց գոնե պաշտպանությանը միտված, ասենք, ամրաշինական աշխատանքները, անձնակազմի կյանքը պաշտպանող, իրենք պիտի ավելի հուսալի եւ շատ լինեն ու ավելի արագ կառուցվեն։ Կարճ ասած, երբ որ ՆԶՊ-ն ոտի կայնի, ինժեներական կառույցները ամբողջությամբ Հայաստանը ամրոց դարձնեն գոնե մի գծով, մի գոտիով, երկրորդը կառուցելու ժամանակ, եթե ասենք կրճատեն, ես օքեյ կլինեի։ Այս պահին դեմ եք, կողմ կլինեք մենակ այս ձեր նշածը իրականացնելու ժամանակ։ Միանշանակ։ Եվ բացի դրանից հասարակական կազմակերպությունները, որոնք որ զբաղվում են ոնց ասած մարտիկի նման առաջնագծի
առաջ գնացած փորձարկումներ են անում տարբեր, այդ հասարակական կազմակերպությունները մի քիչ միս ու արուն ստանան հասարակության կողմից։ Քանի որ ռոպագանդան գնում է խաղաղություն եւ խաղաղությունը չի բացատրվում, որ խաղաղությունը ենթադրում է ոչ թե դու կալյանիում նստած ասենք մի գլուխ չայ խմես եւ կալյան ծխես, այլ որ դու գնաս պարապես, չգիտեմ, ջիմում կամ սովորական տանը կամ սեզոնային այդած բարեկամներիդ խոտի դեզերը բանով տեղափոխես, ֆիզիկականը տեղը պահես։ Տշնամիտ չհամարցակվի, հարցակվի։ Այո, ես բան եմ անում, էլի մի քիչ ոչ կոնկրետիզացիա եմ անում, էլի սենց ասեմ։ Հա, եթե նորմալ հասարակությունը ոտի կանգնի, նարկոտիկներից մի քիչ հեռանա, մի քիչ ամբողջությամբ հրաժարվի, խստորեն պատժվեն դիլերները, ովքեր որ թմրամիջոցները հասարակության վզին փաթաթում են, խմիչքը, ասենք, փառք Աստծո սկսել են մի քիչ ավելի ցիվիլ օգտագործել։ Այս գինու բանը երբ որ մի քիչ մտավ, արաղից ինչ-որ տոկոսով սկսում են հրաժարվել գինի օգտագործման անցնել, դա բավականին բան անում, էլի դրա ցուցիչն է, որ գրեթե էլ հարսանիքներից հետո սպանություններ ջարդ ու բան չի լինում խնամիների արանքում, էլի։ Կարճ ասած փոփոխություններ, երբ որ հասարակության մեջ մտնի եւ հասարակական կազմակերպությունները ուժեղանան, նախնական զինվորական պատրաստությունը հասնի այն մակարդակի, որ արդեն պատրաստի զինվորը ստանա դբրոցի ատեստատը, երբ որ ստորաբաժանումները ռեզերվիստների ում հետ պարապում ես իր հետ մարտի դաշտ հեռնելու ունակ լինես, ձևավորված մարտական կոլեկտիվներով, այդ դեպքում ինչ չէ, կարելի է մինչև մի տարի կրճատել, չեմ ասում, ասենք, ավելի երևի չարժե, ընդ 9 ամիս մինիմում ժամկետն է իմ կարծիքով, մի 3 ամիս էլ ոնց էլ լինի։ 1 տարին օպտիմալ ամենա։ Հա, օպտիմալ բան է, բայց 1.5-ը հիմա, չեմ ասում մի տարի, կարծում եմ շատ վաղաժամ է ու ինչ որտեղ վտանգավոր, ու կարծում եմ, որ ոչ թե դա քաղաքական նպատակներով է արվում, ներքին ավելի շուտ, չեմ հավատում, որ ոտից իրանց կրակում են, էլի ասենք, ես կարծում եմ դա կամ ծայրահեղ ֆինանսական, ասենք, պայմաններ են մեր մոտ առաջացել եւ այդ ձևով փորձում են բյուջեն մի քիչ սահմանափակեն։ Առավել նախընտրական շարժառիթն են հիշատակում ընտրություններից առաջ։ Ես դրան այնքան էլ չեմ հավատում, որ այդքան ստորելն են, էլի, ասենք, որ ընտրության խաթր մեզ թուլացնեն, ասենք, մեր ղեկավարները։ Ես ավելի շուտ հավատում եմ, որ իրենք ստիպված են դրան գնալ կամ ֆինանսական, կամ էլ 20 թվականին պարտության մեզ մատնած թուրքերի ճնշման տակ, թուրք-Պակիստան տրիոյի ճնշման տակ։ Հասկանալի։ Այդ երկուսից մեկն է ինձ թվում է։ Հա դե հիմա կարող է ձեռի հետ էլ նաև ասենք օգտվում են ներքին քաղաքական, բայց ներքին քաղաքական որպես համարում եմ, որ դա անհնար է։ Դա չի կարա լինի, որովհետև այդ աստիճան ստոր մարդիկ չեն կարա լինեն բնության մեջ։ Պարոն Վարդանյան, երբ մենք նախորդ տարի այս օրերին այս տաղավարում զրուցում էինք, հիշեցնեմ, դա այն շրջաններ, երբ Սիրիայում Ասադի իշխանությունը տապալվել էր, դուք համոզմունք հայտնեցիք, որ Ասադի տապալումը Հայաստանի դեմ նոր հարձակումը որոշ չափով կհետաձգի եւ մեծ հաշվով չսխալվեցիք։ Այս տարին բավականին խաղաղ էր, մենք սահմանների միջադեպեր, մահվան դեպքեր չունեցանք։ Այժմ ինչ եք կարծում, Հայաստանի նկատմամբ նոր հարձակման վտանգը որքանով է մեծ, հատկապես երբ տեսնում ենք, որ Ադրբեջանում պարբերաբար զորավարժություններ են անցկացվում, վարժանքները չեն դադարում, իսկ մեզ էլ վստահեցնում են, որ խաղաղությունն արդեն հաստատվել է։ Դա ուղղակի քաղաքական հայտարարություն է։ Ասադի տապալումից հետո բարձր ակնհայտ էր, էլի, որ իրենք պիտի մարսեն Սիրիան։ Սիրիան դեռ միջև հիմա չեն մարսել իրենք։ Թուրքերը չեն մարսել, սրանից երևի մի շաբաթ առաջ թուրքական զորքեր շարժվեցին դեպի Սիրիայի հյուսիս, երևի Մանբիջի վրա է ավելի շատ իրանց ուշադրությունը, այդ քրդաբնակ քրդերի կոնտրոլի տակ եղած տարածքները, բայց հնարավոր է իրանք դեռ իրենց մորաքրոջ աղջիկ Իսրայելի հետ ամբողջությամբ չեն սահմանագծել ազդեցության, ասենք, գոտիների սահմանները, հնարավոր է, կարճ ասած Սիրիայի process-ը դեռ գնում է,
ինձ թվում էր, որ իրանք ավելի շուտ այդ հարցերը կլուծեն, փաստորեն ես սխալվում եի ու Նոստրադամուս ինձանից եթե ստացվում է շատ մասնակի, փոքր մասով, իրենց մոտ դեռ էդի շարունակվում է, առանց դրա նետվել դեպի Իրան կամ Իրանի ուղղությունը սպասարկող, ասենք, արևմտյան Ադրբեջան, то есть Հայաստանի վրա նետվել, չեմ կարծում, որ տեղի ունենա, բայց աշխատանքներ իրենք կատարում են, տնային աշխատանքները, երևի բազմաթիվ անգամ լսել եք, որ Բաքվի թուրքերի մոտ այդ արևմտյան Ադրբեջան հասարակապետական համատեղ ինչ-որ ակցիաներ են անում, պետությունը և հասարակական կազմակերպությունները կիսա անձնագրեր են բաժանում, մեր մոտ էլ կար, չէ, արևմտյան Հայաստան ցենց հասարակական կազմակերպություն, որ անձնագրեր էր բաժանում, իրանց մոտ կառավարություն էլ ունենք, ես եթե չեմ սխալվում։ Իրանք էլ նման բաներ անում են, դա տնային աշխատանքն է։ Իրանք այդ տնային աշխատանքը իհարկե մեզանից մի քիչ լավ են անում, որովհետև մի քիչ ավել փող ունեն, մի քիչ ավելի հեռու են տեսնում, բանը իրանց շենքերը մի քիչ ավելի բարձրացան, ելի դրա համար են մի քիչ հեռու տեսնում, ոչ թե ուղեղի հնարավորությունները։ Կարճ ասած, չեմ կարծում, որ մոտ ամիսները, մանավանդ որ մեր մոտ ընտրություններ է եւ թուրքերին ձեռ չի տալի, որ մեր մոտ առաջանա իրավիճակ, որ բոլորը համախմբվեն։ Իսկ մարտի դաշտը համախմբում է։ Հիշում ենք 20 թվականին իրար ատելով ատող ուժեր, ոնց ասենք հայտնվեցին նույն Ստեփանակերտում կամ Շուշիի մատույցներում, քաղաքական իրար բողազ մեր քրֆող, կնիկ երեխա քրֆող, ինչը անթույլատրելի, ասենք մարդիկ հայտնվեցին մարտադաշտում կողք կողքի ուսուսի տված էլի, այդ նման հնարավորություն մեզ տալ թուրքը չի տա, էլի, ասենք, то есть ինքը չի աշխուժացնի մեզ այդ համախմբվելու գործում, իսկ մենք գիտենք, որ աշխարհից մենք չենք տարբերվում, զարմանալի է, բայց մենք էլ ուղղակի մարդ ենք, եւ ցանկացած աշխարհում ընտրությունները, ասենք, մասնատում է հասարակությունը, իսկ հասարակության մասնատումը թուրքերին ձեռատալ կապ չունի, ասենք, որ հասարակության հատվածը, հասարակության հավատացյալներին վերցնենք, ասենք, հիմա Պավլիկյան շարժումը Հայաստանում էտում, չէ, ասենք, եկեղեցու դեմ, էլի բաժանությունը, հնարավոր է, չէ, երկու մասի բաժանվի, հավասար, ոչ հավասար, բայց բաժանություն։ Սրա նպատակը որն է, ասես, պարոն Վարդանով, քանի որ դուք խոսեցիք։ Գիտեք ինչ, տարբեր քաղաքական, դա իհարկե ես դրա մասնագետը չեմ, չնայած պատմություն փորձում եմ խորը ուսումնասիրեմ ու այդ նույն Պավլիկյան շարժումը, որ ասում եմ, հիմա նեոպավլիկյան շարժումը այդում է եղել է 640 թվականին անմիջապես արաբների արշավանքներից հետո, մոտ 10 տարի հետո ստեղծվեց այդ շարժումը, որը որ արաբների հետ համագործակցող ուժ էր եւ իրենք երկար ժամանակ, մոտավորապես 150 տարի ծառայել են արաբներին, այդ պավլիկյանները կռվելով հայկական, հայառաքելական եւ ուղղափառ հունադավան, ասենք, ուժերի դեմ մոտ 150 տարի արաբական, մուսուլմանական խալիֆայությանը ծառայելով։ Տարբեր մարդիկ տարբեր են պատկերացնում ապագան, դա է հիմնականում բաժանվելը։ Եվ թուրքերին ձեռ է տալի, որ մենք տարբեր ձևով բաժանված մոտենանք ընտրությանը, ինչքան ատելությունով իրար նկատմամբ լծված լինենք, այնքան ավելի դժվար ու ավելի երկար ժամանակ ապահանջվելու մեր ընտրություններից, այս 26 թվականի ընտրություններից հետո, որ նորից մենք համախմբվենք, ասենք, 1, 2 կամ 3 ուժերի շուրջ, ինչը, ասենք, իրեն շատ ձեռ է տալի, որովհետև մասնատված ուժերին համեմատաբար հեշտ է թելադրել քո կամքը այդ ուժերին շահերից չբխող, ասենց ասեմ։
Եվ մենք թեպետ խոսեցինք, որ այս տարին բավականին խաղաղ անցավ ու սահմաններին բարեբախտաբար զոհեր չունեցանք, այնուամենայնիվ տեսնում ենք, որ մեր բանակում կտրուկ ավելացել են մահվան դեպքերը, արդեն խաղաղ պայմաններում, որը ոչ պակաս մտահոգիչ է։ Ինչով է այս միտումը պայմանավորում, խաղաղ պայմաններում մահվան դեպքերի աճը մեր բանակում ինչպիսի խնդիրների առկայության մասին է վկայում եւ ամենակարևորը ինչպես է պետք պայքարել դրանց դեմ։ Ազատ ժամանակ պիտի զինվորություն ունենա։ Երբ որ ինքը դիրքերից դուրս է, ինքը պիտի մշտապես մարզվի։ Երբ որ ինքը դիրքերում է, ինքը մշտապես պիտի բարելավի իր անվտանգության, ասենք, միտված ինժեներական կառույցները, իր շուրջ, մշտապես պիտի դրանով զբաղված լինի, մեկ-մեկ էլ զորախաղեր նույնիսկ դիրքերում գտնված, տագնապով բարձրանալ, արագ տեղերը զբաղացնել, օգնության գնալ այս մի ուղղության, այն մյուս ուղղություն, կարճ ասած, մշտական մարտական աշխատանքը բերում ան դրան, որ փորձանքները չեն պատահում։ Բայց ես այնքան էլ միտված չեմ, որ դա հակառակորդի կրակոցով չեն, ասենք, մարդիկ սահմանը վրա բանանում։ Ես ինքս ժամանակին համապատասխան զորքերում ծառայելով, լավ, իմ մասին չխոսամ։ Հիշում եք, մի հատ ֆիլմ կար հոլիվուդյան, այս վերջերս չէ, մի քանի տարի առաջ շատ լավ բան էր։ Ստեթեն Քաչալ սիմպաթիչնի, ասենք, քաչալները դեսաղ են սիմպաթիչնի, տղեն էր նկարվում, ինքն դե քիլեր էր, որը որ մշտապես իր կրակած, իր սպանած բաները կլիենտներին, այսպես ասած, ինքն հենց դժբախտ պատահարների էր վերածում։ Խելքը գլխին հատուկ նշանակության խմբերը մաքսիմալ աշխատում են իրանց հետքերը, նույնիսկ կրակոցները քողարկավորեն։ 16 թվականին Լալալայկա դիրքը գրավելուց մոտավորապես 2 ամիս առաջ, դա ժողովրդին հայտնի Լելեթեփեն է։ Լելեթեփե թուրքերեն է, Լալալայկյան ռուսերեն, հայերեն Վարազա Բլուր։ Հիմա ուզում են թող թուրքերեն հիշեն իրենց գործնա։ Շատ-շատերը մինչև հիմա, ասենք, քարվաճար չեն ասում, քելբաջար են ասում, հեսա շուտով երևի խանքենդի կասեն Ստեփանակերտի փոխարեն։ Ինչ արած, այտենց օտարամոլներ միշտ էլ ունեցել ենք։ Ուրեմն 16 թվականի ձմռան վերջ երկու ընկեր իրար հետ դիրքերում կանգնած մտերիմ ընկերներ, ամենամտերիմ ընկերները։ Մեկը կանգնած ալնում մի քիչ բարձր։ Այս ընկերներից մեկը, ով որ բարձր է կանգնած լինում, ինքը սպանվում է ավտոմատի կրակոցից, որը որ ուղիղ իրեն խոցել է, ոչ թե տակից է խոցում եղել, այլ ուղիղ։ Մեր անգրագետ, ասենք, իրավապահ մարմինները գործ արձանագրեցին եւ գրանցեցին, այս ներքևում 1 մետր ներքև կանգնած տղան դատվեց։ Երևի միջև հիմա նստած է, երևի։ Բայց թշնամու կրակից էր զոհվել։ Ուրիշ բացատրություն ես չեմ կարող բանանեմ, որովհետև ինքը մի մետր ավելի բարձր էր, իսկ գյուլի բալիստիկան ասում էր, որ ինքը խոցվել է, այսինքն ուղիղ գծով։ Այդ տղան, որը ներքևը կանգնած է եղել, ինքը ցուցմունքների մեջ ընդունել է, որ իրեն խաբելով ստիպել են, որ ինքը ստորագրի, որ հա ես եմ արել, որ ասել են հերդ ավարիայի մեջ հանգե քեզ գալուց։ Մահամերձ է, ուզում է քեզ տենա, եթե կստորագրես, քեզ կտանենք տեսակցության, այդտենց սրիկայաբար, ասենք, ստացել են իրանից այդ ցուցմունքը։ Այսքան ձեր ակնարկը ճիշտ եմ հասկանում, որ հիմա էլ հնարավոր է այս մահվան դեպքերի առնվազն մի մասը հենց նման ինչ-որ սցենարի։ Այո, որովհետև քրեական բանով, այդ ռազմական քննիչները, դատախազները, ոստիկանությունը, իրանց պետք է անհրաժեշտ է շատ արագ փակել գործը։ Եվ ես չեմ ասում, որ իրանք սրիկա են եղել, որովհետև իմացել են հաստատ, որ այս մարդը չի արել եւ փաթաթել են վզին, չէ, իրենք կարող է իրոք մտածել են, որ էս է արվել, բայց այնքան հեռատես չեն եղել, որ հասկանային, որ դրանից ընդամենը մի ամիս հետո այդտեղ ակտիվություն է եղել, դիվերսիոն, հետախուզական, ականներ են քանդել եւ այլն եւ այլն, եւ մի ամիս հետո հարձակվել լալալայկեն գրավել են։ Ուղղակի թուրք չի եղել ընդ որը որ կրակել է։ Այդտեղ ականազերծման աշխատանքներ էր այդում, որովհետև լալալայկեն գրոհելուց ոչ մեկ ականի վրա չի տրակել։ Իսկ դա բազմաթիվ ականներ են եղել։
Երկարաժամկետ նախապատրաստություն է եղել։ Այո, պես մի քիչ հեռատեսություն էր պետք է Շերլոկ Հոլմսներին, որ հասկանային, որ մի քիչ ավելի լավ պետք է շուրջը ուսումնասիրեն, ոչ թե 5 մետր շարավիղով, այլ ասենք 100-200։ Երևակայ այստեղ են տեսել է։ Ես հիմա այս օրինակը ինչի համար եմ բերում։ Մենք շատ հաճախ, ասենք, հույսներս դնում ենք իրավապահ մարմինների վրա, որոնք որ ալարում են մի քիչ ավել աշխատեն։ Ալարում են, դա լինեն քննչական մարմիններ, ԱԱԾ-ն լինի, ոստիկանություն լինի, շատ հաճախ հակառակորդի հետքերն են մեր առօրյայում երևում, իմ համար ակնհայտ երևացող։ Ես չգիտես խի մեկ էլ լսում ես, որ այս ինչ բանն է մեղադրվում, սա դժբախտ պատահարակ, կամ փորձանք է, ախպեր, մի քիչ ավելի լայն մտածեք, դուք պատերազմի մեջ եք 88 թվականից թուրքերի հետ, առ այսօր, պատերազմը չի դադարել, առ այսօր, այդ թուղթ ստորագրելը անգամ չկա, որը անմիջապես, ասենք, ստորագրությունից հետո չի, որ պատերազմը դադարում է, դրանից կարող է տասնյակ տարիներ հետո պատերազմը շարունակվի, արդեն ժողովուրդների միջև։ Կարող է հենց հաջորդ օրն էլ շարունակվի, ինչպես իրենք են ասում։ Իհարկե, զինադադարը 20 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված, ամսի 10-ին մեզ 157 գումարտակը, որի հրամանատարը ես եմ եղել, գրոհում է օդանավը, անհայտ օդանավ, ինչ անհայտ օդանավ պետք է լիներ, եւ 3 ռումբակցում, որից մեկով խոցվում, ասենք, մեր դիրքում 3 հոգի են զոհվում, մի ռումբն էլ ընկնում է ցորի արտիլերիստների վրա, մինամյոտչիկների վրա, այնտեղ 7 հոգի են զոհվում, ինչքան հիշում եմ։ Զինադադարից ժամեր դադարելուց, ուժը մտնելուց հետո, ունես չի էլի, որ թուղթ ստորագրեցին պրծավ, բայց այդ թուղթն էլ չկա, այ ախպեր, դու ոնց ես կարում այդքան քթիծակդ փագես եսի ինչով, չես հասկանում, որ սա կարա լինի թուրքերի ազդեցությունը, կարա լինի թուրքերի ազդեցությունը ինչ-որ հասարակական կազմակերպության խոսքի Հոլանդիայից ֆինանսավորելու միջոցով, կարա թուրքերի ազդեցությունը լինի դիրքերում այս զինվորի վրա կրակելու միջոցով, կամ ասենք խեղդել են մեկին քնած, որովհետև արթնացել է, հետո մյուս քնածները արթնացել տեսել են դիակա, ախպեր այդ քնած եկեղը չեք արթնացել, Օրինակ ազատի զորամասը կարող է այս դեպքերից մեկը լինել։ Լավ ուսումնասիրելուց հետո կարող է պարզվի, ասենք, նաև դա, ես չեմ պնդում, դա ավելի շուտ, ասենք, անփույթության բան եմ կտեսնում ես դրա մեջ, Բայց չեք էլ բացառում։ Չեմ էլ բացառում, որովհետև լուրջ ուսումնասիրություն չի արվել հենց նույն ժամանակ, մի ժամվա չէ, կես ժամ, ասենք, հրդեհը մարելուց հետո սկսել են քանդել, մանդել, քաշքշել, բաները հետո շինությունը բացել, ես իմ ինչ անել, դիակները ոնց կարելի է նման բաներ անել։ Այդ քաշքշողները պետք է դնեին 1.5 կիլոմետր, 3 կիլոմետր շարավիղով, ասես քթները հողին կպած, ասենք, ուսումնասիրեին ինչա կատարվել։ Ոնց է, ինչա, որտեղ է գնացել, միզել, էսի զուգարանի թուղթա, թե ասենք, ես իմ ինչ ասենց, որ գցած է։ Ալարում են աշխատում։ Եվ հնարավոր է, ասենք, վերագրվի փորձանքի, ինքնասպանության, ընկերների կողմից սպանության, դիվերսիայի զոհը։ Ծածկադմփոց արվի։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանով, հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Վովա Վարդանովի հետ։ Կհանդիպենք։